Վինոդ Կումար, Քուշվանդ Սինգ, Քաուլ Սիգրոլի։ Հայոց լեզվի դասաժամին այսօր ներկայացել են 3 հոգի, մյուսները բացակայում են հարգելի պատճառներով։ Նրանք արդեն սերտել են հայոց այլուբենը, կարողանում են արտաբերել հայերեն բառեր, միայն հնչյունն է, որ ոչ մի կերպ չի հնչում։ Սովինա է։ Մայրբուհի ապագա ուսանողներն արդեն հասցրել են ծանոթանալ մեր կենցաղին ու ավանդույթներին, Արցախյան խոհանոցից էլ առանձնացրել են սիրելի ուտեստը։ Ջինգլավաց։ Արդեն նմանություններ են գտել նաև հնդկերենում եւ հայերենում, եւ դա պատահական չէ։ Երկուսն էլ նույն հնդեվրոպական լեզվի ընտանիքն են ներկայացնում։ Շատ բառեր նույնն են արտասանությամբ, տարբեր իմաստով, կան նաև համընկումներ երկու առումով էլ։ Առաջին հաջող փորձն է, մենք բավականին լուրջ պատրաստվել ենք նրանց ընդունման եւ կազմակերպելով նախապատրաստական կուրսերում հայոց լեզվի տիրապետելու նպատակով ուսումնական process-ը, կասեմ, որ բավականին հաջող է ընթանում այդ process-ը, մեր լավագույն մասնագետները աշխատում են հնդիկ ուսանողների հետ եւ հուսով եմ, որ այդ նախապատրաստական դասընթացների ավարտին 4 ամսվա ընթացքում մենք կունենանք պատրաստ ուսանողներ, որոնք մասնագիտական դասընթացները առաջի կուրսից սկսած կարողանան հայերեն լեզվով ուսումը շարունակել։ Հյուրընկալ Արցախը բարեկամներին ընդունել է սրտաբաց։ Լեզու են գտել հասակակիցների հետ։ Ուսանողական գարնանը փայլել արցախցիների համար շատ սիրելի հնդկական երկու բառով։ Համալսարանի ղեկավարության հոգատար վերաբերմունքի շնորհիվ էլ կենցաղային շատ հարցեր են լուծվել։ Վինոդ Կումարի հիշողություններում արցախցիները կմնան այսպիսին։ Շատ գեղեցիկ մարդիկ են, շատ բարի։ Արցախի պետական համալսարանի մասին տեղեկություններ են ստացել համացանցի միջոցով, նախընտրել այս բուհն ու լավ էլ տեղյակ էին, որ Արցախը դեռ պատերազմող երկիր է։ Մենք մեզ շատ ապահով ենք զգում այստեղ, նույնիսկ հանրակացարանի պահակներն են մեզ այդ վստահությունը ներշնչում։ Ասում են, որ շատ հավանեցին Արցախը, արդեն պատմել են Հնդկաստանում ապրող ընկերներին մեր երկրի մասին, եւ ուսման համար նրանք հաստատ կգան։ Իսկ Արցախն ու Մայրբուհը շարունակում են բաց եւ միաժամանակ գրավիչ մնալ աշխարհի համար։